Բուժառուն քաղցկեղի հայտնաբերման ու բուժման համար բժշկի չէր դիմում ոչ միայն վախերի, այլև ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մինչև 2026-ը պետությունը վճարում էր վիրահատական, դեղորայքային և ճառագայթային բուժումների միայն մի մասը, այն էլ սահմանափակ թվով քաղաքացիների համար։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ ընդլայնվել է փոխհատուցվող ծառայությունների շրջանակը, կա նաև ախտորոշիչ հետազոտություններն անվճար անցնելու հնարավորություն, ինչն ամբողջացնում է քաղցկեղի համալիր բուժման հասանելիությունը բոլոր ապահովագրվածների համար։ Ապահովագրության պայմաններում մենք արդեն հնարավորություն ունենք այդ հիվանդները հնարավորություն ունեն օգտվելու սկսած ախտորոշման փուլից։ Ի վերջո ռադիոլոգիական հետազոտությունները, էնդոսկոպիկ հետազոտությունները արդեն դարձել են հասանելի։ Առողջության ապահովագրությամբ, բացի ուռուցքի հեռացումից, հնարավոր է անվճար բուժել նաև ուղեկցող հիվանդությունները, որոնց համար նախկինում բուժառուն ստիպված էր հավելյալ վճարել, ասում է մասնագետը։ Ավելացել են նաև քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղորայքի տեսակները, որոնց տարեկան ֆինանսական ծածկույթը հասնում է 1.2 միլիոն դրամի։ Մոտավոր թվով 10 պրեպարատներ էին տրամադրվում և ընդհանուր մինչև 150-ից 300,000-ի շրջանակներում այդ դեղորայքի տեսականին արդեն կրկնապատկվել է և գնումների ընթացակարգով արդեն կայացած մրցույթների արդյունքում սպասում ենք ևս մոտ 10-15 պրեպարատի և նաև տարեկան այդ փաթեթը իր գնային առումով ընդլայնվել է մոտ 8 անգամ։ Քաղցկեղի բուժման մյուս մեթոդի մոդուլային ինտենսիվությամբ ճառագայթային թերապիայի և դրա տեսակների համար ապահովագրությունը ևս գործում է։ Բուժառուն տարվա ընթացքում կարող է անվճար 24 անգամ ճառագայթ ստանալ։ Մասնագետի խոսքով այս քանակը հիմնականում լիովին բավարարում է բուժումն ավարտելու համար, իսկ եթե հարկավոր է 24-ից ավելի, վճարումն իրականացվում է համավճարի սկզբունքով՝ կեսը պետությունը, կեսը քաղաքացին։ Ժամանակակից ճառագայթային ուռուցքաբանությունը կարելի է համարել բավականին թանկ հաճույք ու առանց նման ծրագրի այդպիսի լայն հասանելիություն ապահովել է ժամանակակից ու գերժամանակակից բարձր ճշգրիտ տեխնոլոգիաներին երևի թե հնարավոր չէր լինի։ Բուժհաստատությունում նշում են, ապահովագրական համակարգի ներդրումից հետո ավելացել է ինչպես այցելությունների, այնպես էլ բուժված քաղաքացիների թիվը։ Բնակիչները սկսել են նաև հաճախ հետազոտվել, ինչը ըստ մասնագետների տարիներ հետո դրական ազդեցություն կունենա օնկոլոգիական ցուցանիշների վրա։ Վստահ են, բժշկական ծառայությունների լայն հասանելիությունը կրճատելու է քաղցկեղի հետևանքով մահացության թվերը, ավելացնելով ապրելիության ցուցանիշները։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։